Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պաստառները վաղ շաբաթ խոշորացված համայնքում կարելի է ամենաանսպասելի վայրերում տեսնել, կանգառներում, գազի խողովակների վրա, անգամ ճանապարհային երթևեկության նշանները քարոզչության հարթակի են վերածվել։ Ահազանգում է Հայաքվե դիտորդական առաքելությունը։ Նախընտրական փուլում քաղաքական ուժերի միջև պաստառների փակցման յուրահատուկ բախում է նկատվում, ասում է Հայաքվե դիտորդական առաքելության շտաբի պետ Արամ Պետրոսյանը։ Մրցակից թիմի պաստառները վնասում են, ոչնչացնում են կամ վրան փակցնում են իրենցը։ Ընտրությունների օրը Հայաքվեի անդամները դիտարկում են անցկացնելու խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում ու դրանցից դուրս։ Ընտրությունների ամբողջ գործընթացը լինելու է խոշորացույցի տակ, ասում է Ցոլակ Ակոպյանը։ Վաղարշաբաթի աշխատանքներին մասնակցել են մեր դիտորդներից 123-ը եւ մեր դիտորդներին կտեսնենք բոլոր տեղամասերում երկուական ներկայացուցիչներով։ Նախընտրական փուլում արձանագրված 2 դեպքով քրեական գործեր են հարուցված, հայտարարում է Հայաքվեն։ Մի դեպքով Դողս համայնքում Խոյ համայնքի ղեկավարի ԺՊ-ն տոնախմբություն էր կազմակերպել, նվերներ բաժանել։ Մյուսով ընտրական հանձնաժողովի նախագահ դպրոցի տնօրենը իր տնից բարեգործություն էր կատարում։ Ունենք առնվազն 2 քրեական գործ այստեղ, որոնք ինչպես ասեն ասացի, պետք է դրանց հանգուցալուծման հետ մտնել։ Վարչական ռեսուրսի չարաշահմամբ խախտումներ են արձանագրել լրագրողները։ Համայնքապետարանին պատկանող մեքենայով համայնքապետանի վճարվող աշխատողները, համայնքապետանի կողմից վճարվող աշխատանքները աշխատանքային ժամին փակցնում են համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաստառը։ Արագած համայնքում էլ ընտրությունների նախաշեմին ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել։ Արագած համայնքում ասֆալտապատման շատ մեծ ծավալի աշխատանքներ են, որը մենք պետք է ճշտենք արդյոք դա անցած տարի պլանավորված բյուջեով է արվում, այսինքն չգիտեին դեռ ընտրությունները լինելու թե հիմա հրատապ են անում։ Ընտրացուցակները Հայաքվեի անդամները նույնպես ուսումնասիրել են։ Տարբեր հասցեներում գրանցված հարյուրավոր հնդիկ ընտրողներ չեն հայտնաբերել, բայց վաղաշաբաթի տարբեր համայնքներում են բնակվում այստեղ ապաստանած արցախցիներ։ Դրանց մի մասը թեև Հայաստանի քաղաքացիություն չի ընդունել, բայց ընտրելու իրավունք ունի, զգուշացնում է Հայաքվեն։ Ուզում ենք մեր հայրենակիցներին կոչ անենք, ստուգեք, եթե դուք չկաք ցուցակներում, բայց դուք արդեն 1 տարի եւ ավել ապրում եք այդտեղ եւ օրինականորեն գրանցված եք, դուք ընտրությունների մասնակցելու իրավունք ունեք։ Դիտորդական առաքելությունը տարածում է իր թեժ գծի հեռախոսահամարը։ Ընտրողներին կոչ է անում ցանկացած խնդիրների դեպքում ահազանգել։ Արսեն Թումանյան, Աշոտ Ադումյան, Բրաբեր։